Երևանի մշակութային կյանքում հերթական ցնցումն է։ Գոյթատրոնի դահլիճը զրկվել է իր նստատեղերից։ Թատրոնի կառավարման խորհրդի նախագահ ռեժիսոր Սարգիս Արզումանյանը հայտարարում է, որ սա ոչ թե վերանորոգում է, այլ մշակութային վանդալիզմ։ Արզումանյանի պնդմամբ Վարդան Մկրտչյանը հերթական հարվածն է հասցրել Գոյթատրոնին, այս անգամ ոչ միայն ֆիզիկապես չնջելով այն, այլև բառացիորեն հողին հավասարեցնելով հանդիսատեսի տեղերը։ Սկզբում փակեցին թատրոնը, հետո ջնջեցին անունը, պատերից պոկեցին նրա պատմությունը, իսկ հիմա անցել են վերջին քայլին, հանել են հանդիսատեսի տեղերը, որպեսզի ոչ ոք չվերադառնա, ոչ ոք չխոսի, ոչ ոք չպահանջի, գրում է Արզումանյանը։ Սա ոչ թե վերանորոգում է, այլ մշակութային վանդալիզմ։ Ամեն պատրվակ, որ կհնչի, սուտ է։ Ոչ ոք չի վերանորոգում թատրոն նրա պատմությունը պոկելով պատերից, դռները փոխելով ու նստատեղերը վերացնելով։ Սա նպատակային ոչնչացում է, սա վրեժխնդրություն է, սա խոր ատելություն է Գոյթատրոնի, նրա արվեստի, նրա անցյալի, նրա գաղափարախոսության նկատմամբ, ընդգծում է Արզումանյանը։ Վարդան Մկրտչյանի բարոյական գնահատականը՝ կործանիչ, անարվեստ եւ թույլ մարդ։ Նա մնալու է ոչ թե որպես արվեստի գործիչ, այլ որպես մշակութային ավերիչ, մարդ, ով չունի արվեստի հանդեպ սեր, ոչ պատմության նկատմամբ հարգանք, ոչ էլ ղեկավար լինելու էթիկա, մարդ, ով ոչնչացնում է ոչ թե պարզապես նստատեղերը, այլև հանդիսատեսի եւ թատրոնի կապը, մարդ, ով ավելի շատ վախենում է դատարկ նստարաններից, քան լի դահլիճից, մարդ, ով վերջում մնալու է դատարկ թատրոնում, միայնակ իր ստորությունների հետ։ Նրա բոլոր գործողությունները, թշնամանքը, անպատասխանատու վարքագիծը չեն կարող մնալ առանց հետևանքների, ընդգծել է նա։ Թատրոնը միայն պատեր ու բեմ չէ, թատրոնը մարդիկ են, ովքեր պայքարելու են միջև վերջ, գրում է Արզումանյանը, վստահեցնելով, որ Գոյթատրոնը կվերադառնա, եւ եթե նա կարծում է, որ նստատեղերը հանելով ավերում է Գոյթատրոնի պատմությունը, ուրեմն նա ավելի թույլ ու անհեռատես է, քան կարող էի պատկերացնել։ Գոյթատրոնը վերադառնալու է, բայց Վարդան Մկրտչյանը չի լինելու այդ պատմության մեջ, գրել է Արզումանյանը։